լավ էլի ձեր կյանքով ապրեք էլի։ Ես որոշեցի, որ երեխա ունենամ, ես շատ էի ուզում, որ տղա լինի։ Դա ոչ ոք չէր սպասում, որ ես ամեն օր ճամփորդում, հոպ, ես հայրիկ դարձա, պրոշները, լրիվ հայրիկներ, բանջիկ պրոշները։ Մեկը սարքած էջից Facebook, Instagram մտնում էր, հատուկ նույն տեքստը գրում էր։ Կան կասկածներով կարող է լինել։ Նույնիսկ եթե հիմա ինքը այս ծրագիրը տեսնեմ, հետո բլոկի իր էջը, մեկը ես արդեն իմանալու եմ ով է։ Եվ անպայման իր դուրը ծեծելու ենք ու ինքը շատ տխուր օրեր ունենալու։ Ոչ ոք չգիտի, որ ես փոքր ինքնաթիռներից սարսափելի վախենում եմ։ Ես սիրում եմ պատմություններ, որոնք առաջին անգամ այստեղ են հնչում։ 3 վտանգավորոտ երկրներ, ինքը այսպես տպրտում է, ուղակի քեզ կսպանեն։ Մենք այսպես ծռվեցինք դեպի ձախ, որ քեզ թվում է այսա վերջ, բայց այդ վախը ես երբեք չեմ մոռանա։ Ես նկատում եմ, որ օդաչուն տատի կա։ Նայում եմ ճամպրուկս չկա, ուր է ճամպրուկս, պատկերացնում եմ շոկը։ Ամենամոտ ընկերս մահացավ։ Աչքերդ բացում ես, ասում ես, աստված իմ, երբ է վերջանալու այս ամեն ինչը։ Շատ հիասթափություն ապրեցի, իսկ աղքատությունը սոն անբացատրելի սով։ Ու մենք մեկնեցինք նկարանումների իմ այդքան սպասված Մադագասկար։ Վերջ, խաչ։ Տո թաղեմ քեզ է Վարդան Սարգսյանին է վրեն։ Հաղորդման էքսկլյուզիվ գործընկերն է Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը։ Հաղորդման գործընկերն է Solar Portal ինտերնետային հարթակը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Ողջույն, շատ ուրախ եմ, շատ մերսի հրավերի համար, կարող ենք երևի թե տեղավորվել։ Այո, ես էլ շատ ուրախ եմ, որ այդ խառը ժամանակի, այսպես պակասության մեջ կարողացել ես հարմարացնել ու հյուրընկալվել ինձ։ Սիրով լավ մարդկանց հետ հանդիպումը միշտ հաճելի է եւ ես միշտ ստանում եմ լավ էներգիա լավ մարդկանց հետ շփումից։ Միգուցե հենց դա մերսի, որ էներգիան ինձ մոտ միշտ կա, բայց չեմ կարող չնշել վայրի մասին, ֆանտաստիկ տեղ ես ընտրել, ֆանտաստիկ, մերսի ձեր թիմին։ Ես չէի եղել այստեղ ու շատ տիպիկ է ու կարծում եմ ինձ հետ հարցազրույցի համար իդեալական մտածված վայր է։ Տեղը շատ հատուկ քեզ համար ենք ընտրել եւ նույնիսկ սկզբում այլ վայր էինք որոշել, այդքան էլ մեր սրտով չէր, երկար մտորումներից հետո վերջապես գտել ենք այն, ինչ շատ մեր սրտով էր ու շատ քեզ համապատասխան ու մեր հարցազրույցին համապատասխան կարծում եմ։ Ինձ հետաքրքիր տպավորությունները, էմոցիաները հիմա ինչ է զգում։ Իհարկե, ինչ կապված է թռիչքի հետ, ինձ համար հարազատ է եւ չի կարա հարազատ չլինի, որովհետեւ իմ կյանքն է ամբողջությամբ, բայց գիտես ինչն է հետաքրքիր, այս ինքնաթիռները փոքր, դե ես միշտ ինքնաթիռներում եմ, բայց ոչ ոք չգիտի, որ ես փոքր ինքնաթիռներից սարսափելի վախենում եմ։ Ինձ համար ինչքան մեծ ինքնաթիռ, այսինքն կան չէ, 380-ներ, մի երկու հարկանի, մի քանի սրաներով ես շատ ազատ եմ, բայց երբ ինքնաթիռը շատ փոքր է, ես լարվում եմ։ Եվ իմ նկարանումների ժամանակ այսպես ինձ առաջարկ եղավ, որպեսզի ես Քենիայում Նայրոբի քաղաքից 50 րոպեանոց թռիչք կազմակերպեմ նման ինքնաթիռով 4 անձի համար։ Այսինքն օդաչուն ես, երկու օպերատորները եւ թռնենք ու միանգամից իջնենք պուրակում։ Այսինքն այդ պուրակում, որտեղ կենթանիներն են արդեն ազատության մեջ եւ այնտեղ օդանավական չէ, մի հատ փոքր շենք է եւ մեքենաները գալիս են, սաֆարի մեքենաների մասին երևի լսած կլինես Աֆրիկայում։ Պատկերացա ինքնաթիռը փոքր իջնում է ու մեքենան կանգնած է։ Ես գիտեմ, որ սարսափում եմ, օպերատորները ինձ ուժ են տալիս, վարդ շատ հավես արյան են եւ այլն, մի խոսքով պատրաստվեցին GoPro-ն, միացումներ արեցին, տղաները հետևում տեղավորվեցին, ես օդաչուի կողքը սոնա, ես տենց սարսափ 50 րոպե կյանքում չեմ ունեցել։ Ինձ թվում էր տենց խաղալիք է, ինքը այսպես տպրտում էր, ամպեր էր այդ օր, անձրև էր, գալիս ենք ու ես այդ 50 րոպեն փոխանակ նկարվեմ, այսպես նայել եմ օդաչուի դեմքին, այսպես հենց մի քիչ լարվում է, ասում եմ, ամեն ինչ նորմալ է, ինչով օգնեմ, ինչ բացեմ, որը սեղմեմ, ինչ ալ, այդ տենց ինչ որ պանիկա էր ինձ մոտ,
եւ ոնց որ հասնում ենք արդեն դու տեսնում ես վերևից այդ դեղին գույնա, չէ, այդ պուրակները, այտենց արդեն փղեր են երևում, ինչ-որ լճեր են երևում, շատ ֆանտաստիկ է, բայց ես չեմ հասցնում վայելեմ ու անձրև սկսեց, իսկ անձրևի ժամանակ ինձ այդ օդաչուն ասեց, որ նման փոքր ինքնաթիռների համար մի փոքր վտանգավոր է։ Ասեցի մենակ չասես, մենք նորից 50 րոպե հետ ենք մնալու, ավելի լավ է ես տեից միանգամից ինքս բացեմ դուռը իջնեմ ներքև։ Մեկը ասեց վերջ իջնում ենք, այդ պահն հենց եմ հիշում, ասեց վերջ իջնում ենք ու ինչ որ մի բան սեղմեց, ես չհասկացա, ինչ որ չգիտեմ ինչ փակեց եւ այլ, ինչ որ դր sense ձեն եղավ, մենք այսպես ծռվեցինք դեպի ձախ, եմ որ քեզ թվում է հեսա վերջ հակառակ են գնում ու սկսեցինք իջնել, այդտեղ հավաքեցի ինձ, ասի Վարդան վայելիր, սա կյանքում կարա մեկ անգամ լինի ու մենք իջանք այդ խոտերի վրա ինչ որ sense էլի խոտից ինչ որ տարածք էր sense թրջուղու նման պատրաստված դու իջնում ես հերվում փղերը ինչ որ փոքր շենք անձնագրային բաժին բարձա ոչինչ չկա դու նույն երկրում ես Քենիայում ու քեզ դիմավորում են դու միանգամից նստում ես այդ մեքենան սոն այդ անբացատրելի էր, բայց այդ վախը ես երբեք չեմ մոռանա։ Իսկ երբ որ մեծ ինքնաթիռում եմ, նույնիսկ սիրում եմ, որ մի փոքր այսպես տուրբուլենտ նստա լինում, հա, ինձ հեշտ է քնել։ Ես պրոֆեսիոնալ եմ ինքնաթիռում քնելու առումով, այդ երբ դա էլ փրկում է ինձ այդքան թռիչքներ կարողանալ տանել։ Հետաքրքիր է հիմա վախը հաղթահարեցիր, այսինքն հիմա կնստես կամ ուրիշ միևնույն է, չէ։ Օրինակ ես կերազեի այս ինքնաթիռով, ես վստահ եմ, շատերը գալիս եւ թռնում են, թռնեի, բայց վախենալու եմ, ավելի լավ է, չէ, ավելի լավ է մեծ ինքնաթիռներով։ Իսկ դու այն մարկանցից չես, որ փոքր ժամանակ երազում են օդաչու դառնալ։ Իհարկե, ես միջև հիմա եմ երազում։ Ասեմ քեզ ավելին, ես մինչ այս ամենով զբաղվել եմ, ժամանակ երգում էի, համակարգիչները նոր էին դուրս եկել, նոթբուքեր չկային, հիշում ես, ասես սարքով բերում էինք, լարով ինտերնետ էինք միացում, պետքա կպնեինք, ես ապառիկով գրվել էի, որտեվ երազում էի, եւ այն ժամանակ խաղեր դուրս եկել Flight Simulator, հիմա էլ կա իմ շատ զարգացած է, ու դու ռեալ սովորում ես թռնել, այնքեզ ռեալ։ Ես շոր sense փոքր ինչ որ ձայնային, չգիտեմ, չեր էի գնել 4-ը 1-ում 5-ը 1-ում որ լսեի ու ես թռնում էի Երևանից Սոչի, Երևանից Թբիլիսի մոտ տեղեր 50 րոպեանոց, նույնիսկ ներբեռնել էի Բորտուղեկցողի ձայնը, այդ մի հատ ձայն կա, որ շատ եմ սիրում ինքնաթիռում, որ արդեն բոլորը նստած են, ասեն ծնկ, sense լինում է իբր արդեն այդ էլ էի ներբեռնել, sense ու վայելում էի այդ ամենը ու իրոք նստում ու թռնում եմ ու հանկարծ եթե ընկնում էր ինքնաթիռը, ես դեպրեսիայի մեջ էի ընկնում եւ այլն ու առիթ եմ ունեցել օդաչուների հետ թռնելու դեռ հին ժամանակներում արմավիայի ժամանակ հայկական ավիաուղիների ժամանակ երբ թռնում էի քուրս չգիտեմ եթե չգիտես Բորտուղեկցորդու էի եղել 13 տարի ասում էի խնդրում եմ 10 րոպե թույլ տվեք ես ձեր կողքին նստեմ ու նստում էի ու այդ անբացատրելի է ու ես այդ շատ դժվար է իհարկե ու չի թույլատրվում բայց այդ ֆանտաստիկա է այդ տեսարան արչևից այդ թրջուղին այդ կապը դիսպեչերների հետ տես հիմա ձախ կողմում ինքնաթիռ կտեսնես աջ կողմում ներքևից հիմա ինքնաթիռ անցնելու ֆանտաստիկ էր եւ ունեմ օդաչու ընկերներ պրոֆեսիոնալ ընկերներ եմ իրենց համար իրենք տարիքով ինձանից մեծ են ավելի բայց ես իրենց ընկեր եմ համարում վերջերս ամենահայտնի ու վառ օդաչուներից մեկը Հայաստանի ինձ հետ եկել էր նույնիսկ ճամփորդության կրուիզ ու մենք մի օր ազատ էինք պատկերացրել եւ 2 ժամ մենք նստել ենք ու ես անverջ հարցեր էի տալի այսա վտանգավոր է այսա ինչու արեցիք այսա ինչ շատ ես սիրում եմ օդան մեքենա այդքան չեմ սիրում մեքենաս չեմ էլ հասցնում վարել իմ մոտ մեքենան կանգնած է ամիսը 2 օր եթե այստեղ եմ լինում բայց ինքնաթիռ հա օրինակ ես ուզեի սա իմը լիներ տենց առավոտյան ներսը սուրճ խմեի ամեն Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ solarportal.am մուտք գործիր հիմա։ Դու
Դու խաչակնկվում ես թռիչքից առաջ Միշտ աստվածաշունչ չունեմ, խաչ ինձ հետ չեմ պահում, բայց պարտադիր թռնելուց եւ իջնելուց պարտադիր։ Ու գիտես, երբ այդ որ արդեն արագությունը վերցնում է ու արդեն որ պետքա բարձրանա, այդ կարևոր է, այդ ոչ թե վախնավա, եթե այդ չանեմ կընկնի ինքնաթիռը եւ այլն, ոչ։ Ուղղակի ոնց որ դու, որտեղ դու բարձրանում ես, իրականում դու քո կյանքը վստահում ես X երկու անձի, ովքեր այդ պահի ղեկավարում են, դու հասկանում ես, չէ՞, դու եթե դու ինքնաթիռ նստելուց հասկանաս դու ինչ ես անում, կարող է չանես, որտեղ մենք երբեք մեր կյանքը չենք վստահի ինչ որ մեկին, չէ՞, մեր հարազատի կյանքը չենք, բայց մենք մեր կյանքը վստահում ենք մի մարդու, ով 14 ժամ մեզ օվկիանոսի վրայով օրինակ տանելու է ինչ որ մի տեղ։ Եվ ում չենք ճանաչում ընդհանրապես։ Ում չենք ճանաչում, չենք տեսնում։ Վերջերս ընտանիքով էինք թռնում, դե սովորաբար երբ մտնում ես ինքնաթիռ, օդաչուի դուռը բաց է, չէ՞, դա միշտ այդպես օրենքով, որպեսզի տեսնեն եւ այլն։ Մենք կարծեմ Ֆրանսիայից թռնում ենք Մոնտենեգրո, թե ինչ փոքր ինքնաթիռ էր, ու մենք գալիս ենք, մտնում ենք ներս, մերն էլ առաջի կարգն էր, ես նկատում եմ, որ օդաչում տատիկ է։ Պատկասում ես, sense երևի 60-անց տատիկ, sense ակնոցներով ինքն է օդաչում։ Սկզբում չհավատացի, ես ասի ես կինը մտել է մաքրի, բան միջև օդաչուները կգան, չէ, օդաչում տատիկ է։ Հիմա մերոնց ասում եմ, կարող է իջնենք։ Հաստատ կհասնենք Մոնտենեգրո, մերոնք դե ոնց կարող ենք, դե գիտես, Եվրոպայում հիմնական այդ փոքր ինքնաթիռներ եւ այլն, Աստվածի նորից վախ, բայց այդ ինչ իդեալական եւ այդ կինը ամբողջ թռիչքի մեզ ասում էր նայեք աջ, հիմա մենք անցնում ենք այս նայեք ձախ, հիմա այս սարն է երևում շոտ հավես էր ու ես դուրս գալուց իրան ասի շոտ մերսի վախեցա, բայց շոտ հավես էր։ Եվս մի ապացույց որ կանայք եւս շատ պրոֆեսիոնալ, շատ մասնագիտություններում կարան շատ լավ լինեն։ Եվ այն էլ որ տարիքը փորձի մասին է եւ ոչ թե հակառակը։ Բայց իդեպ հիմա ես գիտեմ որ հայ աղջիկ օդաչուներ էլ կան, ասեմ նկատել եմ, ես չեմ թռել իրենց հետ, բայց տեսել եմ, դե օդանավականում երբ լինում ես, տեսնում ես, չէ, գալիս են, հա, նույնիսկ այսպես համաշխարհային մեծ ավիաընկերություններում եւս շատ կան։ Իսկ օդանավականում բոլորին ճանաչում ես, բոլորը քեզ ճանաչում են եւ շատ այո զվարթնոցում շատ հարազատ վայր է։ Բոլորին։ Եւ գիտես չեմ կարող անկեղծ, ես վերջերս տեսահոլովակ նկար անեցի, եթե տեսել ես, ու ինքը իմաստը երկինքը հումորային էր, դե այս երկերը չեմ անում, որ միտեղ երկելու համար բարձա։ Նպատակը հայ զբոսաշրջիկին ցույց տալն է, չէ՞ որ մենակ Հայաստանում այդ որ գալիս են րոպե մեկ կշռում են, որ հանում են, հերթը սպասում են, որ իրերը դնում են ջրերը մեջից հանում են, այդ փաթաթում են անպայման եւ այլն, այդ ամեն ինչը մի տեսալվակում եւ երբ ես դիմեցի զվարթնոցին, իրենք այնքան սիրով համաձայնեցին, նենց օգնեցին, շատ հավես էր, նույնիսկ նկարանման ժամանակ դե ինձ անդադ մոտերում էին, նկարվում էին, ոնց որ այսպես նստած եմ, մի հատ տղամարդ գալիս ասում է, բայց ես կարող եմ ձեզ հետ նկարվել, ասում եմ այո։ Ինձ հետ նկարվում է, ես նստում եմ ինքը գնում է, պարզում են ճամպրուկն է, դա ես կլիպում ճամպրուկն եմ, որտեղ իրեր էր, որոնք ինձ պետք են։ Նայում եմ ճամպրուկս չկա, ուր է ճամպրուկս, հիշում ենք, որ այդ տղամարդը եկա, ուրեմն խառնել էր իր ճամպրուկը թողել էր, հիմա տարել էր։ Զվարթնոցի աշխատակիցները արագ այդ տեսախցիկներով գտան, կապ տվեցին, որ սրճարանում նստած է գնաց տեսնեմ այդ մարդը հանգիստ որ ապուր աուտում իմ ճամպրուկով, ասի շատ շնորհակալ եմ, բայց կլինի իմ ճամպրուկը վերցնեմ, շատ պրոֆեսիոնալ է եւ շատ մեծ չի, դա էլ է շատ հարմար, աշխատակիցներին շատ եմ սիրում, բոլորին շատ հաճույք եմ ստանում զվարթնոցում։ Ինձ հետ էլ եղել է, երբ Շրի Լանկա թռչելիս պայուսակս թողում եմ զվարթնոցում, գնում եմ ձեռքի պայուսակը, բայց չէ, անձնագիրը ձեռքումս էր, ու գնում եմ իմ հանգիստը անցկացնում եմ, ետ եմ գալիս եւ իմ պայուսակը նույնությամբ իհարկե ոստիկանության բաժնից արդեն տալիս են ինձ։ Բայց հիշել եք որ թողել ես։ Իհարկե, արդեն երբ ինքնաթիռում թռչում էինք, այդ ժամանակ եմ հիշել։ Պետք էր Շրի Լանկա ու չօգտագործեցի։ Լիցքավորիչը հեռախոսի, այո, ականջակալները, քարտերը, որոնք նույնիսկ կային, որ հեռախոսին կցված չէին, բայց ինձ հետ տանում էի, չկարողացա դրանցից օգտվել, ու էլի տենց ինչ-որ կարևոր բաներ կային։ Փոքր է պայուսակը, բայց շատ բան եմ կարողանում տեղավորել, ու իսկապես ես էլ շատ զարմացել էի, որ ոնց թողել եմ, նույնությամբ եկել վերցրել եմ, ու այդ շատ հաճելի էր։ Եվ հիմա հետաքրքիր է ինչ կպատմես այլ օդանավականների աշխատողներից, որոնք ոչ այնքան բարեհամբույր են, որովհետև շատ տարբեր փորձառություններ մենք ունենում ենք, ու ինձ ամենաշատը դուր չեն եկել Վարշավայի օդանավականի աշխատողները։ Դե Եվրոպան տենց է, ցավոք սրտի տես, Եվրոպա
իջնում ես խմբի հետ 80 անց, իսկ սովորաբար Երևանից Եվրոպա գիշերն են, չէ՞, Չեն խոսում անգլերեն, չեն խոսում ռուսերեն։ Մարդ չկա, որ դու հարցնես։ Պատկերացնես, օրինակ ես խմբով իջել եմ 80 հոգի ինձ հետ, դες ոնց է իջնում եմ առաջինը ես տեսնում եմ, որ գեյթն է, որ արագ ժորտ այս գեյթն են գնում, չէ՞, դու ես կազմակերպի, չէ՞, իրանք չպետք է տաբլոն կանոն նայեն, բայց խմբային հավես է, որ քո փոխարեն ամեն ճարված տաբլոյում ցույց չի տալիս, աշխատող չկա, չգիտես, լավ փոխես տերմինալը, չփոխես, որտեղ որ մի 5 ժամ կար թռիչքին։ Դա որտեղ էր։ Եվրոպական ինչ-որ մի երկրում չեմ հիշում, Եվրոպայում այդ առումով բարդ է։ Իմ սիրելի օդանավականներից մեկը Քաթարում է, Դոհայում։ Ես շատ եմ սիրում այդ օդանավականը, ինչա ինձ առաջինը դուր գալիս, որ բոլոր հարմարությունները կա եւ ամեն 5 րոպեին մեկ դու կտեսնես այդ իրենց հագուստով մեկին ով կանգնած է, ու դու վստահ կարող ես հարցնել ուր գնալ եւ ինչ անել, այսինքն քեզ միշտ կօգնեն։ Եթե դու ուշանում ես այդ մեքենաները կասեն, որ օդանավականը մեծ է։ Իհարկե օդանավականի շքեղությունը վերցրած է Սինգապուրից, դա ինձ դուր չի գալիս։ Առասարակ այդ copy paste-ը տես ինչ հավես ձայնի ներքո են գիտեմ թռչունները շատ հավես է։ Չեմ սիրում որ կրկնօրինակում են, ատում եմ։ Ինձ էլ են կրկնօրինակում, քեզ կարան կրկնօրինակեն, դա իմը չի եւ Քաթարն էլ ցավոք վերցրել է Սինգապուրից, որովհետեւ այդ այգիները օդանավականում այդ ջրվեժները դա արդեն Սինգապուրում արված է։ Օրինակ ես կուզեի ավելի նոր բան տեսնեի Դոհայում, հա, ինչ որ հետաքրքիր, բայց նույնն է արված, բայց մեկը շատ լավն է օդանավականը, սպասարկումը եւ առասարակ ու գովաս չանեմ, բայց Քաթարի ավիաընկերությունը եւս շատ սիրում եմ եւ իրենք շատ sense հետաքրքիր բաներ են մտածում, որոնք քեզ միգուցե այդ պայն ոչ մի բան չեն անում ավել, բայց հաճելի է։ Օրինակ, երբ որ դու նստում ես ինքնաթիռ, քեզ մոտենում է բորտուղեկցողը եւ նախապես նշում եմ, մենք այսօր ունենք 3, չգիտեմ, տակ ուտես, դուք որն եք նախապես ուզում ընտրել, ինչ կցանկանաք ինձ դիմեք, մի խոսքով sense վերաբերում որ հավես է։ Իսկապես մանրուքներում շատ այնքան կարևոր նշանակություն կա, որ նրանք ընդհանրապես մանրուք չեն ու կարող են շատ բան փոխել հաճախորդի, չգիտեմ, սպառողի մոտ, ու որ ինքը հաջորդ անգամ եւս նախընտրի այդ ուղղությունը կամ հենց այդ օդանավակայանը ու յուրաքանչյուր ոլորտում է կարծում եմ տենց։ Եվ ուզում եմ անպայման հարցնել, այս հարցը միշտ ուզել եմ բոլորին տալ, ովքեր կարող են պատասխանել ու ինձ թվում ամենահարմար մարդը դու ես, ծափ տալը ինքնաթիռում եւ արդեն վայրեջք ես կատարում, դա ինչի համար է արվում եւ արդյոք ճիշտ է թե ոչ դու ես կարծում եմ դա տեսեք, երկու կողմով կարելի է այդ հարցին պատասխանել, բայց արի միջև այս հարցին պատասխանել նշեմ, որն էր իմ չսիրած օդանավականը։ Պապուա Գվինեայում, ուրեմն մի հատ փոքր շենք էր, որտեղ նույնիսկ բանալիով չէր, ուրեմն օրը 1 թռիչք էր, եւ մենք այդ թռիչքով պետքա թռնեինք նկարանման ժամանակ 20 րոպեանոց թռիչքներ են։ Ուրեմն դու գալիս ես աթոռով sense փակա այդ, այս պատկասեցի չէ, դուրնա, աթոռեն որ sense այս բանով, ոտքերով sense մցրած ու ցեպերով փակած sense Չոր մեկը գալիս է, այդ ցեպը բացում է, այդ աթոռը հանում է, դուռը բացում է, գնում է արագ, դու արդեն մտնում ես ներս ուղևոր, գնում է լույսերն է միացնում, ու դու գնում ես իբր չեքին լինես, շուտ մեկը մի հատ թուղթ տալիս, գնում ես եւ ինքը տենց բաց տարածք երեխաները ֆուտբոլ են այդտեղ խաղում, այսինքն որ ինքնաթիռ պիտի թռնի երեխաները դուրս են գալի, ինքնաթիռը իջնում է կամ թռնում են, նույնիսկ ֆուտբոլ են խաղում, ու այնտեղ գալիս են մարդիկ, որոնք վաճառում են, չեմ, դանակ սուր ինչ որ իրեր, բան հուշանվերն են, դու կարողանաս գնաս ու բարձրանաս ինքնաթիռ, այդ չսիրածներ, որտեղ վախենալու էր, ինքնաթիռները վատն էին, պատկերացրեք ինչքան կեղտոտ, որ ապակու երկու շերտով է, չէ, ապակիները, մեջտեղը ասենք սատկած սարդ, ճանճ, sense բաներ կա, ու դու թռնում ես, ասենք բարձրության վրա ես, բայց այլ տարբերակ չունես, ճանապարհներ չկա, այդ հարցին։ Երեխաների պահն է շատ հետաքրքիր, որ իրենց թույլ են տալիս այդտեղ խաղալ ու ուղղորդում են այսքան երբ պետք է թռչի։ Բայց ես ֆիքսել էի չսիրածը, երբ կրկնօրինակելուց խոսեցիր, ինձ թվաց այդ կրկնօրինակելու պահն էր, դրա համար ես հարցը անցա։ Կրկնօրինակելու ուղղակի։ Ինչ վերաբերում է ծափարելուն, տես, ես կարծում եմ, եթե մտածենք մարդկանց մտածելակերպ, մարդիկ ծափարում են որպես շնորհակալություն։ Բայց երկրորդն էլ ես մի օթաչի հետ որ խոսում ասում եմ ես չեմ սիրում որ ծափարում են այսինքն ինչ ես պետք է չժամաներ ես օթանավը ինչա ես նորմալ վայրեջ կատարեցի դուք ծափարում եք այսինքն տարբեր են եւ դա ոչ բոլոր երկրներում է շատ երկրներում ծափարություններ չկա այ եթե խոսենք ինչը չեմ սիրում որ ինքնաթիռը չկանգնած մեր հայրենակիցները սկսում են իրերը արդեն իջեցնել կանգնել այսպես ու չեմ սիրում որ լինում է այլ ավիաընկերություն որ լավ հայկականը մենք
ենք, լավ, մենք մեր ոնցով, բայց այդ որ հայտարարում են ու գիտես շատ հաճախ նկատել եմ, որ տարբեր ավիաընկերությունների բորտուղեկցորդներ գիտեն, որ հայերը այդպիսի բնավորություն են, արդեն հենց կպնում իրենք պատրաստ այդ միկրոֆոնը պարում, որտեղ գիտեն հեսա ինչ որ մեկը անպայման կանգնելու է։ Դա չեմ սիրում։ Դա ինձ թվում է պետքա վերացնել, որովհետև ինչքան է կանգնես, միևնույնն է, դուրը պիտի բացեն, նոր դուրս գաս։ Գիտես Բրազիլիայում ինչ հավես բան կա։ Բրազիլիական ավիաընկերությունն է, այնտեղ երբ որ օդանավը իջավ, ոչ ոք դե չի կանգնում, բոլորը նստած են։ Եվ ինքնաթիռից դուրս գալը սկսում է վերջից։ Այսինքն իրենք հայտարարում են 27-ից 35-րդ կարգ։ Բոլորը նստած են, կարան չէ դուրս գան, ոչ։ Վերջից սկսում են մարդիկ գալ, դուրս գալ։ Հետո այսպես հերթականությամբ կարգով։ Այսինքն դե սովորաբար արխիվում նստելը ավելի հաճելի է, քան վերջում, դա կարծես նաև լինի հարգանք, որ տեսեք դուք վերջում եք նստած, բայց դուք առաջինն եք։ Ինչ շատ է այդ միտքը դուր եկե։ Բրազիլիայում այդպես է, բայց մենք անգամ խմբով թռնում ենք, ասի ժողովուրդ վերջից իջնելու, ու չգիտես չէ, որ դից չեղավ։ Դες դուրս եկավ ես անիմաստ։ Սխալ ինֆորմացիա տալիս։ Այդ շատ հավես է։ Բայց կարծում ես կգա մի օր, որ մեզ մոտ էլ այդ կլինի։ Նույնքան կարգու կանով, թե մենք անուղելի ենք եւ միշտ այսպես շատ այդ շտապելը շատ մեր մոտ է։ Ինձ թվում է չէ։ Միշտ կհայտնվի մեկը, իհարկե նայած թռիչքի հետ էլ պետք է հաշվի առնել։ Բայց ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում լինելու է։ Փոխվի ամեն ինչ։ Այո, փոխվի։ Աստված տա։ Դա դե ճամփորդելու կուլտուրայի մեջ է մտնում, զիջելը օրինակ, ես միշտ զիջում եմ։ Եվ հետո չեմ սիրում այդ հայերը բնավորությունն են, չէ՞, ինչ որ միտեղ որ օրինակ մուտքը բացվեց, բոլորով sense գալիս են։ Այ մարդ բոլորս մտնելու ենք ներս, բոլորս տեղավորվելու ենք։ Եւ առասարակ դա հյուրանոցում էլ է տենց, հայերը որ մտնում են հյուրանոց, բոլորը մոտենում են ռեսեպշնին։ Ու այս ռեսեպշնի աշխատողները օրինակ իմ խմբերի ժամանակ ժողովուրդ ի րոպե արդեն գիտեն, ինձ տալիս են ցուցակը, դա մեր խմբայինի դեպքում արդեն պատրաստ է բանալիներ, պետք չի անձնագրեր տալ, մենք ամեն ինչ անում ենք, անունները տալիս են մարդկանց, բայց հայերը ունեն այդ բնավորություն, մտանում մի անգամ այս ռեսեպսիոնի աշխատողները սս խառնում են, չգիտեն, հա ուն տան, ինչ տան ցուցակ են տալիս, սաղ այդ ցուցակում իմը 300-ին այդ հայերի մեջ կա ցավոք, գնալով ավելի է լավանում, բայց դեռ հələ վերջնական չէ։ Ինձ մոտ միշտ հարց է առաջանում նման դեպքերում, արդյոք այդ մարդիկ մտածում են, որ իրենք շուտ են հասնելու, ինչ խնդիր են իրանք այդ արագ մտնելով լուծում կամ արագ տեղավորվելով լուծում, որովհետև ի վերջո մինչև բոլորը չնստեն, բոլորը չտեղավորվեն, բոլորին այսպես չնայեն, որ բոլորը իրենց տեղերում են, ամեն ինչ կարգին է եւ այլն, ինքնաթիռը չի շարժվելու իր տեղից։ Ինչ խնդիր կա, եթե շուտ հասնելու խնդիր լինի կամ ինչ որ առավելություն ունենա դա, ես կարծում եմ ենթագիտակցորեն, եթե յուրաքանչյուր մարդ իրեն հարցնի, ինչ խնդիր է լուծում ինձ մոտ, շուտ նստելը, շուտ հասնելը, բոլորը հանգիստ հերթով սիրուն կգնան ու ոչ ոք։ Գիտես, ես կարծում եմ դրա պատասխանը հետեւյալն է. շուտ նստում են, որպեսզի ճամպրուկը ձեռքի իրը դնելու տեղ լինի, որովհետեւ հայերի թռիչքների ժամանակ միշտ տեղ չկա, հայերը շատ են սիրում ձեռքի իր, բացի այդ ռյուկզակը, չիմադան անպայման շորտ տոպրակներ, duty free-ից գնումներ եւ այլն, եւ sense լուծնում են, այլ տուրիստների դեպքում դա չկա, մենք հայերը շատ ենք սիրում, շատ գնումներ, շոփինգ սիրում են։ Իսկ իջնելն էլ միգուցե անձնագրային բաժինը, որ շուտ հասնեն անցնեն, որտեղ հերթ է լինում, բայց օրինակ նույն զվարթնոցում շատ արագ են կազմակերպում, այդ չեմ կարող չասել։ Մեկ էլ գիտես ինչը չեմ սիրում, կան մարդիկ, որոնք հաճախ օդանավում գնում են պետքարան։ Դա նորմալ է, որտեղ ջուր են խմում կամ անհանգստությունից անverջ գնում են։ Ես այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս պատուանի մոտ չնստել։ Իրենք պարտադիր չեքինի ժամանակ նշում են պատուան եւ այդ օրինակ պատկերացնում ես 14 ժամանակ թռիչ քնում են, չէ՞, անընդհատ անցնեմ, մտնեմ, անկեղծ չես թողնում։ Ես շատ եղել, ես չեմ սիրում պատուան եւ մեջտեղ չեմ կարողանում նստել, այդ իմ համար դաժան է։ Ես այդ անցման կողքն եմ, միջանցքն եմ սիրում, շատ հարմար է։ Հա 1-2 զիջ ես, բայց 10 րոպեն մեկ վայ մի հատ գնամ գամ, լավ, մի հատ քայլեմ գամ, մի հատ գնամ սուրճ ուզեմ գամ, ասում եմ կլինի չնստես պատուան, նստի, միջանցք գնա արի առանց որևէ մեկի խանգարելու։ Չէ, ես պատուանի կողմն եմ սիրում, որպեսզի նայեմ այն ամբողջ հրաշքը։ Մայրիկս շատ է սիրում իր համար պատուան։ Կապ չունի նայելու, ինքը սովորաբար խաչբառա լուծում, թռիչքին երկար, բայց պատուանը պետք է տեսարանը լինի։ Արդյոք շատ դժվար ենք բռնացրել եւ մենք գրել ենք երբ երկրում չէր, հետո ասիր որ գալիս է, թռիչքից առաջ էլ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեցինք, բայց եկել ես մայիսի 11-ին, ինձ հետաքրքիր է որ ուղղությունից ես եկել եւ ինչ տուրեր, խմբային էր, ինչ ճանապարհորդություն էր։ Տես, իհարկե խմբային էր, ես այնքան տեղ եմ եղել, տես հիմա մայիսն է, ես քեզ ասեմ, ես 2 անգամ եղել եմ Բրազիլիայում, տես այս ընթացքում, չէ, հունվարին գնացել էի նկարանունների Վիետնամ։
եկա երկու խումբ Բրազիլիա, որպեսզի դու պատկերացնես, այսինքն դու մի խմբի հետ գնում ես Բրազիլիա, պատկերացնում ես, չէ, երկրագնդի այս կողմ։ Այնտեղ անում ես տուրեր էքսկուրսիա, վերադառնում ես, 1 օր հետո նորից մյուս խմբի հետ գնում ես Բրազիլիա։ Նորից Բրազիլիա, որտեղ շատ են ցանկացողներ երկու խմբեր։ Ինձ միշտ ասում են, Վարդան ջան, ինչի՞ չես դու ուղարկում խմբին, մյուս խմբին դիմավորում, այդքան ես չեմ կարող դա։ Պատասխանատվությունը իսկ թվա մեկ օթարավում մի բան կլինի, չեն հասնի, կկորեն, մեկին թույլ չեն տեշում մի բան։ Պատկերացնում ես, ես Բրազիլիայից եկել եմ այստեղ, որպեսզի մյուս օրը նորից գնամ Բրազիլիա։ Երկու անգամ Բրազիլիա եմ հասցրել լինել, Ճապոնիայում, Քաթարում, Բահրեյնում, Էմիրություններում երկու անգամ կրուիզի եմ մասնակցել, Հնդկաստան, Արգենտինա, Պերու, Աստվածի մել ուր եմ եղել։ Այ արդեն չեմ հիշում։ Դա միայն 25 թվականն ենք դեռ թվարկում։ Ես 3 փետրվարից սկսած, հունվարի մենակ Թայվան։ Հիմա եկել եմ էմիրություններից, խմբային տուրեր էմիրություններ, հիմա կասես, լավ, էմիրություններ մարդիկ կարող են միայնակ գնալ, ինչու խմբով, որտեվ շատ հավես է։ Տես, եթե դու ուղղակի գնում ես ծովին հանգստանալու, բնականաբար քեզ խմբային տուր պետք չի։ Բայց եթե դու գնում ես էքսկուրսիաներ, հավես մարդկանց, չէ՞ որ խմբային տուրը, տես, նաև նոր ընկերներ ձեռք բերելու, դու չես պատկերացնի հիմա ինձ հետ ճամփորդած մարդիկ ինչ ընկերներ ունեն ու չեն պատկերացնում ոնց են ապրել ընտանիքներով։ Մեկի հարսանիքն է, երևի հարսանիքի կեսը արդեն այդ խմբից են գալիս, այդքան։ Եվ իրանք սկսում են իրար հետ ճամփորդել, այսինքն մարդիկ, ովքեր առաջի տուրում ծանոթացել են, երկրորդ տուրում ես շատ ունեմ տուրիստներ, ովքեր ինձ հետ շարունակում են ճամփորդել։ Մի կին կա Սվետլանանում շատ եմ սիրում, այս անգամ Պերու ինձ հետ 22-րդ ճամփորդություններ ինձ հետ պատկերացնում ես, այսինքն Դուբայում տես ամեն ինչ արված էր խմբի համար, ընտրված էին էքսկլյուզիվ վայրեր, գծագրված լավագույն զբոսավարները, ովքեր ներկայացնում էին էքսկուրսիաներ, երեկոներ, փարթիներ նավի վրա, ամեն ինչ լավ որակի էր կազմակերպված եւ իհարկե մարդկանց հավես է։ Եվ ինչն է շատ ինձ դուր գալիս, որ շատ մարդիկ սկսել են ծնողներին ինձ հետ ուղարկել։ Դու պատկերացնում ես ինչքան են քեզ վստահում, չէ՞ որ աշխարհի ամենասուրբ մարդիկ ծնողներն ու երեխաներն են, չէ՞, ծնողներին նվեր են անում, ինձ հետ ուղարկում են։ Այդ ֆենոմեն է։ Ու եթե ես նոր էի սկսում, միշտ ինձ գալիս են զվարթնոցում մեր կամ երեխաներին են, հա, կամ կնոջն ու երեխային ուղարկում, ինչ որ մեկ ասում է, իմ գանձերին քեզ եմ տալիս, լավ, հիմա էլ չեն մոտենում, որտեղ գիտեն, որ գանձերին լավ եմ նայելու, այդպես, այդ շատ հավես է, այդ շատ ոգևորող է, ու երբ որ դու հետ ես գալի ու զվարթնոցից այդ խումբը դուրս է գալի, տեսնում ես իրանց բարեկամներ ուրախ սպասում են, ասում ես Աստված, ինչքան դրական էմոցիա է տալիս, ինչքան բան ես փոխում, տանը պատմում են, հետո ինձ զանգում են տանեցիք, սկսում են շնորհակալություն հայտնել, այդ շատ հավես է։ Այդ երևի գալիս է իմ աշխատանքին ֆանատիկի պես նվիրվելուն, ես ֆանատ եմ այս աշխատանքին, ես չեմ սիրում sense արագ ինչ որ մի բան անել, իմ մոտ չկա տես բան, ամեն ինչ մտածված է, ոնց պետք է լինի այս քայլը, եւ իմ գործընկերները գիտեն իմ խստությունը եւ դրա համար շատերը մաղվել են, մնացել են լավագույնները։ Իրանք գիտեն, որ ավտոբուսում չի կարա մաքուր չլինի, ջուր չլինի, չի կարա վարորդը ինչ որ փնթի հագնված լինի, չի կարա գիդը սա լինի, գիդը չի կարա նա լինի, չնայած մեկ-մեկ լինում են նաև չպլանավորված շոկային դեպքեր, բայց ես փորձում եմ միշտ շտկել։ Դա ամեն ինչ չես կարող ասես կոնտրոլ անել։ Հա, պատկերացնես, ամեն շաբաթ ինչ-որ մի երկրում եւ ամեն ազգունի իր մտածելակերպը։ Օրինակ, նայ ես որ ասացի Մարոկոն գիտես, շատ հրաշք երկիր է, բայց մարոկացիք մի քիչ չեմ ուզում վիրավորել, բայց շատ պատասխանատվության զգացմունքը ոչ բոլորի մոտ, բայց շատերի մոտ չկա։ Թույլ է։ Այսինքն իրենց հետ կարող ես դու պայմանավորվել, իրենք չգան։ Շատ հեշտ բացատրությամբ պլաններս փոխվեցին, պես ինքը իրենք չեն հասկանում, որ դու շո պրոբլեմ ես։ Ես այս վերջերս գնում եմ Մարոկո, իջնում ենք դեմ այս պարով երկով դիմավորում են կազմակերպիչները կան, զբոսավարը չի եկել, զանգում ենք չի վերցնում։ Մենք այդ օրը չունենք էքսկուրսիա, մեզ դիմավորում են տանում են հյուրանոց, բայց դու պատկերացնում ես շոկը։ Առանց զբոսավար, սորտուրը պրավալա։ Միջև ես գտա իմ ուզած գիթին։ Միջև իրան խոստացա երապատիկ վճար, արեցի շատ սխալ քայլ, ինչ որ ինքը չգիտեմ, տուրիստներ ուներ, ասում խնդրում եմ քո տուրիստներին, տուր ուրիշին, ես քեզ 3 անգամ ավել եմ վճարում, դու արի ինձ հետ աշխատի, դե պարզենք համաձայնվեց, ես վատ արեցի, չգիտեմ, ինչ որ մի երկրի, որտեվ 4 հոգի էին ելնելու իր տուրիստներ, դե հիմա ոչինչ, մի կետ կդիմանեն, բայց իմ տուրիստները որ լավ լինեն, այդտենց բաներ ցավոք կարա լինի։ Դե իհարկե վերջ, ելեց զբոսավարի հետ, չէ, դու զանգեց, ներողություն խնդրեց, վերջ,
խաչ, նույնիսկ ինքը վճարի, ես իրեն չեմ վերցնի parza, բայց դե կարա լինի, ցավոք կարա լինի։ Իսկ կա ինքը տես անհատ աշխատող է, թե կազմակերպության աշխատող։ Չէ, կազմակերպության չէր, ցավոք, անհատ ուղղակի շատ լավն էր։ Այսինքն ես իրեն հետ աշխատում ինքը շատ լավն էր։ Տես զբոսավարը պետքա լինի այդ խմբի ընտանիք, չէ՞, որ մենք ընտանիք ենք, չէ՞, դառնում է 10 օր օրինակ։ Պետքա դառնա անդամ։ Ինքը ոչ թե պետքա միկրոֆոնը վերցնի, ասի, այսը թանգարան է եւ սա ման, եկեք մտնենք, հա շատ սիրուն պատմի, բայց վերջ չէ, պետքա ընկերանա, պետքա հասկանա հայ զբոսաշրջիկին, հայ զբոսաշրջիկը ուրիշ է, անկեղծ։ Իրան շատ բաներ կա, կարա չհետաքրքրի, բայց այնց բաներ կարա հետաքրքրի, որ անպայման դրա մասին պետքա խոսել։ Օրինակ հարսանիքները, չէ, օրինակ ավանդույթները, մենք հայերը սիրում ենք։ Ավանդույթները ամենաշատը։ Ռուս զբոսաշրջիկը կարող է մտնի թանգարան, մի հատ նկարի մոտ 3 ժամ կանգնի ու լսի ու մանրանաբան, մեր հայերը չէ, մերոնք թեթև արագ, պոզիտիվ են մերոնք շատ։ Եվ դու պետք է հասկանաս ինչ զբոսավար, բայց դա տարիների ընթացքում է լինում, դու չես կարող առաջի անգամից, որտեղ այսօր կազմակերպում են շատ կրկնօրինակողներից, ինչ են անում, տեսել են Վարդանը տանում օրինակ X երկիր, իրանք էլ են տուր դնում, այդ խմբի հետ առաջի անգամ գնում են, ոչ եղել են, ոչ գիտեն ինչ որ շատ վատ որակի իհարկե ես այնքան ուրախ եմ ինձ հետ որակով մարդիկ են ճամփորդում երբ որ COVID էր ես Հայաստանով պետքա տուրեր անեի ես վախում էի ես ինձ համոզում էին ասում էի չէ գիտես ինչ ինձ թվում էր եթե ես տուր եմ դնում Հայաստանում պետքա գան մարդիկ ինչ որ բան արևածաղիկներով, այդ վաֆլիներով, կոֆեյով, բանում ավտոբուսում, ինչ որ տնային սպորտիվ կա, sense բառը ասում, սպորտային չէ, սպորտիվ կայով եւ առաջի տուրն է իզ վարձել եմ։ Քաղաքի ամենալավ ավտոբուսը, Գյումրի եմ տանում ընդամենը։ Քաղաքի ամենալավ ավտոբուսն ապակյա պանորամիկ այդ բաներով։ Մի զբոսավար վարձել եմ, որ Երևանից մինչև Գյումրի պատմի, մյուսը որ գյումրեցի լինի, մեզ դիմավորեն երաժշտությամբ եւ այլն, դե վաճառված, մի վարքյան վաճառված է ու գալիս են մարդիկ։ COVID-ը, գիտես, ես մեկ վատ բան եմ ասում, COVID-ը սարսափել էր, ես ինչքան հարազատներ կորցրեցի, մոտ ընկերս, ամենամոտ ընկերս մահացավ COVID-ից, բայց այդ առաջին մի շաբաթ, որ փակեցին բոլորին, ես կարոտել էի ջերմությամբ, որ մենք տանից դուրս չէինք գալի, ինչ որ կինոներ էինք դնում, դիտում, ինչ որ ուտելիք էինք պատրաստում, ինչ որ տենց այդ մի շաբաթ հետո դեպրեսիա էր, վատ լուրեր, դե ահավոր էր ու փառք Աստծո, որ բրծանք։ Մենայ շատ ջերմ բաներից խոսեցիր, այսպես կինոներ, հավաքույթներ եւ այլն, որը հիմա քո կյանքում վստահ եմ այդքան էլ շատ չկա կամ եթե կա խմբային տուրերի ժամանակ անծանոթ մարդկանց հետ։ Ինձ հետաքրքիր է ճանապարհորդությունները քեզ ինչ են տալիս, որովհետեւ օրինակ այդպիսի միտք կա ու ինձ մոտ այդպես է, երբ որ ես գնում եմ հանգստանալու ճանապարհորդությունը շատ երկարացնում է իմ կյանքը, որովհետև այդ 7 օրը կամ 14 օրը, կախված ժամանակից ինչքանով կարողանամ գնալ, շատ դանդաղում են օրերս, ավելի վայելելու մասին են, ավելի ապրելու մասին են, ու ոնց որ դու ավտոմատ երկարացնես քո կյանքը։ Քեզ մոտ այդ զգացողությունը կա։ Տես հիմա իմ ու քո տարբերությունն է սպառական, որ դու գնում ես հանգստի։ Դու աշխատում ես։ Ես աշխատանքի։ Եվ բնականաբար դու չես հանգստանում։ Կուբայում էինք վերջերս, չէ՞, օվկիանոսի ափին, գժական պլաժ, սպիտակավազ, պատկերացնում ես, չէ՞, Կուբաս։ Էքսկուրսիայից հետո համար փակում եմ վարագույրը, ես չպետք է տեսնեմ ծովը, չպետք է տեսնեմ օվկիանոսը, եւ ես պետքա համարում հանգստանամ, ուղակի։ Ինչ որ մտածեմ գործի մասին։ Հիմա իհարկե այդ հանգստությունը փոխվել է այդ վիդեո քոլով, որտեղ ես տիպ քորփին տեսնեմ հետա։ Բայց միջև էս տենց ամերոնց հետ խոսեմ, հանգստանամ, պլաններ գծեմ, ուսումնասիրեմ ինչ-որ երկրներ, կարդամ, դա է իմ հանգստությունը։ Դրա համար իմ մոտ տենց չկա, բայց երբ որ մենք ընտանիքով ենք մեկնում հանգստի, այդա կա, բայց վերջերս մենք նույնիսկ ընտանիքով այդքան սիրահարչենք այսպես пассив հանգստի, քույրս շատ սիրում է օրինակ Փարիզը, չգիտեմ ինչի, ինքը շատ է, երբ ասես գնում ենք Փարիզ, ինքը 3 րոպեից ճամպրուկներով պատրաստ է, ու մենք սիրում ենք Փարիզում ոդկով, մենք մետրո չենք, առավոտից իրուն քայլում ենք, կորում ենք այդ փողոցներով եւ այլ, այս վերջերս տենց հանգիստ ենք անում, այ դա շատ հավե, դա հանգստացնում է, բայց մյուս պարագաներում դա աշխատանք է, բայց երբ որ
որ ավտոբուսները գալիս են կանգնում են հյուրանոցի մոտ, մարդիկ դուրս են գալի, ասում են շատ շնորհակալ ենք, գրում են մերսի ես հրաշքորվա համար, այդ գիտես ինչ էմոցիա է տալիս, Լիցքավորում է։ ամբողջությամբ էներգիան հետ է բերում։ Երբ որ Զվարթնոցում ամբողջ խումբը քեզ գրկախառնվում է ու ասում է հանդիպելու ենք 2 ամսից, 3 ամսից, այնպես չի որ ասեցին, «Ոայ ինչ լավ է կվաճառվի մյուս տուրը»։ Փառք Աստծո, ես այդ քայլը անցել եմ, ես այդ խնդիրը չունեմ, բայց այդ մարդը գոհ է գնում, հասկանում ես, այսինքն տես մարդը աշխատել է մի տարի գումար, տվել է ինձ, չէ, ան կառավարի, այնպես արա ես վայելեմ ու այնպես չի իրա տվածի այսքանը իմնա այսքանն է իմը սոն շատ դեպքում էս էլ չի լինում իմ մոտ այդպես էլ եղել շատ դեպքերում է այդքանից այսքանն էլ ես հավելյալ նվերներ եմ անում 3 անգամ ավել վճարես հա պատկերացրա հավելյալ ինչ որ բաներ փարթիներ նվերներ անակն ես խելագարում եմ ասում ֆանատ եմ ես տեսնում եմ մարդկանց տրամադրություն կարող զանգեմ ասեմ տակ բոլորին ծաղիկներ շտապ գիժես Եվրոպայում 5 եվրո է մի կապ չունի ես կվճարեմ իմ շահույթից կգնամ դες խոսացի արդեն տարիքային մոռացա ինչից սկսեցի որտեղից որ եկա բայց ես հիմա հարց ունեմ ինչ ես ամենաշատը հետդ բերում նվերներից հիմա երեխային հակուս հա տենց այդ բայց մինչ այդ միրգ Եթե ես օրինակ էկզոտիկ երկրում եմ, ես գիտեմ որտեղ է միրգը լավ, միրգ շոտ եմ, օրինակ եթե ես Թայլանդում եմ, ես մի արկղ անպայման պետքա բերեմ նախ շոտ մաչելիա, շատ թարմա ու շատ համեղ։ Երեխայի մասին կխոսենք, որտեղ ինքը գլխավոր հերոսն է այսօրվա մեր զրույցի, բայց ճանապարհորդությունների թեման փակելու համար ինձ հետաքրքիր է ուր չես եղել եւ ինչ ուղղություններ ես ընտրել ու ինչու ես հենց այդ ուղղությունները ընտրել։ Նայ, երկրներ շատ կան, ես այս վերջերս ծրագիր ներբեռնեցի եւ պարզվեց ես երկրագնդի մոտ 70%-ն եմ տեսել, նույնիսկ 67 լուրջ։ Հա, շատ երկրներ կան, որ ես չեմ եղել, անկեղծ որ քեզ ասեմ, եթե դու ներբեռնես, այնքան անուններ կա, որ ես նույնիսկ կյանքում չեմ լսել։ Իսկ քանի երկրում կա թիվ։ Հաշվել ես։ Շատ են։ Եվ հետո մի մոռացի ես ամենտեղ մի քանի անգամ եմ լինում։ Օրինակ, եթե ես եղել եմ Բրազիլիայում, բայց ես Բրազիլիայում եղել եմ 11 անգամ։ Եթե ես եղել եմ Կուբայում, եղել եմ 4 անգամ, չի պատկերացրած, ել չեմ ասում, այդ Դուբայներ, Կիպրոսներ, Թայլանդներ, Վիետնամներ, դրանք չեմ ասում։ Կան երկրներ, որոնց մասին չեմ լսել, ու իրանք, որ ինձ համար էլ անկեղծ կարդում ես, չես լսել։ Բայց կան երկրներ, որտեղ երազում եմ։ Հիմա մեկնելու եմ նկարանումների Չիլի, Բոլիվիա եւ նույնիսկ մոռացածում չէ տարիքային սպասի Կոլումբիա 3 վտանգավորոտ երկրներ չափազանց հետաքրքիր Քեզ հատուկ ինձ հատուկ ինչու եմ ընտրել այդ երկրները որտեղ զարմանալու բան կա տեսնելու ինձ համար եթե որևէ տեղ զարմանալու բան չկա եւ լավ եւ վատ զարմանալու պարտադիր չի ցեղեր լինեն աղբ լինի կարա հետաքրքիր օրիգինալ ինչ որ մի բան լինի քարանձավներում հյուրանոց լինի տաճար լինի այսպես բաներ որ քեզ հետաքրքրի այդ երկրներում կա ուղղակի դիմավորող կողմը ասեց 2 մեքենա անվտանգության աշխատակիցներ պարտադիր որովհետեւ մենք նկարում ենք ոչ տուրիստական վայրեր որտեղ կարա ամեն ինչ լինի բայց այդ երազանքներից մեջ է մտնում Դու նշեցիր որ օրինակ երբ մենք ինքնաթիռ ենք տեսնում մեր կյանքը վստահում ենք մարդում չենք ճանաչում եւ չգիտեմ ոնց ենք վստահում ինձ հետաքրքիր է քո օպերատորը իր կյանքը ոնց է քեզ վստահում Այ մերսի իրենց 2 օպերատոր են Մերսի իրենք էլ են շատ ռիսկով եւ իրենք եւս սիրում են այդ ամենը դժվար են լինում նկարանումները սոն եթե երկար ժամանակով են գնում այդ դեպրեսիվ է որտեվ վերջերս եղավ 21 օր դու պատկերացնում ես 21 օրում 16 թռիչք այսինքն դու գիշերը թռնում ես ցերեկը նկարում ես գիշերը թռնում ես ամեն օր նկարանում են որ դու այդ զանգը տալիս առավոտ 5-ին դե մենք պետք է արթնանանք աչքերդ բացում ես ասում ես աստված իմ երբ է վերջանալու այս ամեն ինչը նույնն է տղաների մոտ է պատկերացրա 5-ին արթնացան այդ կամերաները զվուկը մեքենան եկավ գիտե եկավ ճանապարհ հասար սյոմկա պլեյսմենտներ գովաստ անպայման այս ժամանակը պետք լինի 12 հաղորդում 20 այդ շատ բարդ է երբ որ գնում ենք 10 օրով է հեշտ է բայց 21 օրը դեպրեսիվ է բայց դե ես էլ երբ որ գնում եմ հեռավոր երկիր փորձում եմ մի քանի եթերաշրջան նկարել որովհետեւ տոմսը գիտես ինչ թանկ է եւ եթե դու վճարել ես ասենք $5,000 է տոմսի համար, բարձա ուզում ես մի քանի եթերաշրջան բերել կամ մի անգամից 2 ալիքի համար ինչ որ բան նկարել,
Այդ դժվար է, բայց տղաները շատ լավն են, ես իրանց միշտ ասում եմ մերսի, ես շատ հոգնում եմ այդ նկարանների ժամանակ, շատ հաճախ նկարանումից դուրս իրենց նույնիսկ ժամանակ չեմ կարում տրամադրել, օրինակ գնալ ինչ-որ միտեղ նստել, գարեջուր խմել, էդ էլ կա իհարկե, բայց այնքան եմ հոգնում, հասկանում ես, որ իրենք էլ են ինձ հասկանում, որ ինձ պետք է ուղղակի գալ, հանգստանալ, որտեղ մենք վերադառնում ենք իրենք կհանգստանան, իսկ ես մյուս օրը 80 հոգու հետ մեկնում եմ այդ պատկերացնում եք, այդ 80 հոգին օրինակ 6 ամիսա սպասում են այդ տուրին։ Իրանք չեն կարող քեզ sense տեսնեն։ Իրանք կկոտրվեն, հավեսը կգոր, իրանք քեզ պետք է էներգիա տեսնեն, արդեն զվարթնոցում բարի լույս ես, դες ականջակալները եւ այլն, բայց դու սպառված ես, բայց դու այդ պետք է անես։ Իսկ օպերատորների հետ վեճեր, անհամաձայնություններ, ինչ որ վտանգավոր վայրեր գնալ ու իրանք ասեն, չէ, լավ, այս արդեն Վարդան ջան հասկացանք, օքեյ, բայց մեր կյանքը մեզ համար թանկ է։ Չէ, հավատաս, իրենք ամենտեղ համակերպվող են, երևի ես ավելի չհամակերպվող եմ, քան իրենք։ Օրինակ ես միշտ փորձում եմ լավ թեկուզ երկու աստղանի, բայց ինչ-որ մի հատ սենյակ լինի էլի, այդ վրաններում չլնենք, որտեվ այդ գիշերվա ձեներից սարսափում եմ, այդ խշոց-մշոցից մոուց մտավառյուց եկավ, չգիտեմ, սեն մարդ եկավ մեզ ուտի։ Իրենք չէ, դե հետո իրենք էլ են հասկանում, որ դա հետաքրքիր է, եթե մենք նկարենք Էյֆելյան աշտարակ ու պատմենք ով է ստեղծել, դա չի լինելու հետաքրքիր, դու պետք է էքսկլյուզիվ անես, հետաքրքիր անես, եւ ես կարծում եմ իմ ճամփորդական պրոյեկտն իսկապես կայացած է, որտեվ շատ սերադրվեց, շատ ուժ, շատ էներգիա ու շատ մեծ ֆինանսներ։ Եվ քանի որ էքսկլյուզիվ բառը ասացիր, դա մեր հենց հաղորդման անունն է էքսկլյուզիվ ու ես սիրում եմ պատմություններ, որոնք առաջին անգամ այստեղ են հնչում մեր հաղորդման շրջանակում։ Ինձ հետաքրքիր է Մադագասկարի ճանապարհորդությունը եւ այն կենդանիները էկզոտիկ, որոնք միայն այնտեղ ես տեսել, ինչ հետաքրքիր պատմություններ կան։ Այդ շատ հավես հարց տվեցիր անկեղծ։ Տես Մադագասկար, դե բոլորս մուլտը դիտել եք, ես երազում էի լինեի, այդ անունը հնչում էր Մադագասկար, Աստված իմ, ես երբ եմ լինելու, այդ լեմուրներին տեսնեմ, բաոբաբը, ծառերը տեսնեմ, շրջեմ, այդ մուլտում հայտնվեմ, այդ մուլտֆիլմի հերոսներին տեսնեմ եւ այլն։ Ու մենք մեկնեցինք նկարանումների իմ այդքան սպասված Մադագասկար։ Նախ գնալուց առաջ ինձ արդեն ասեցին դեղորայք, հա, որտեվ չէի հասցրել շատ ուսումնասիրել, ծրագիր ուղարկել էին, ես տեսել եմ, ամեն ինչ նորմալ է։ Մուլտիկի տպավորությունով գնացել ես։ Հա, բարի սիրուն։ Դեղորայք բերեք քաղցրավենիք երեխաների համար, որտեվ անverջ բաժանելու եք մանր գումար, շատ բերեք եւ այլն։ Գնացինք, հասանք, դե առաջինը մայրաքաղաք, որի անունը գիտես աշխարհամնա երկարաններից է, մի րոպե ուզում եմ հիշեմ։ Անտանանարիվու, հա, ու բառը միշտ զարանում է։ Հասանք այդտեղ ոչ մի բան չկա, դա ասում եմ, լավ, շատ է սենց լինում էլի, իջնում ես մայրաքաղաքում ոչինչ չկա, բայց մի քիչ հեռվանում ես, ոնց որ Պերու, իջնում ես Լիմա, ասում ես, սա Պերուն, ոչ մի Պերուից բան չկա, քաղաք է էլի, բայց մեկ է մի ժամանքով թռնում ես Կուսկո, սկսում է քո պատկերացած Պերուն, կանայք այդ շորերով բարձրության վրա, այդ լամաներ, այդ պլանտացիաներ, Մաչու Պիկչու, իսկական Պերու, այդ գյուղեր, քավոշը Պերուն, ես քեզ խորհուրդ եմ տալիս գնա, մի քիչ վիզան է բարդ հայերի համար, բայց գնա։ Մի խոսքով ասացի լավ, ու սկսեցի նկարանումները, նախ այնտեղ ճանապարհները, խայտարակություն, մեքենաները բարի բուն իմաստով ջարդուխուրդ են, չկա լսի ճանապարհ, փոսեր, սաղայսեր, ջարդուխուրդ, ուրեմն ինչ են անում երեխաները, որ փող աշխատեն։ Ուրեմն կանգնում են ճանապարհին այդ, պատկերացնում ես, մի քաղաքից մի քաղաք, ավազով այսինքն գալիս է մոտենում, քեզ այնց գումար է վերցնում, $1, այդ փոստի մեջ ավազա լցնում, որ դու անցնես, որտեվ դու չես կարող անցնես։ Հետո դու անցնում ես, նորից հանում ես այդ ավազը, նորից մյուսին, ու այդպես շարունակ։ Ջարդուխուրդ եղած ճանապարհներ, հասանք հյուրանոցները, ոչ մի սերվիս, կեղտոտ։ Մեզ տվել էին իբր լավագույն հյուրանոցը, Սոնուրեմը պարկել եմ, սենց սարդերը, գիտես, այսքանից մինչև այսքան ամբողջ ես։ Դու մենակ չես, քո սենյակում։ Լույսը վառ, ախմես քնես, ինչ-որ կենթաներ, մոծակներ, ասացի ավելի լավ է դուրս գամ, դրսում լուսաբացը, ինչ-որ, բայց այդքան այդ մեկտեղ ինչ-որ մի հատ լողավազան, սենց սարքած իբր high level հյուրանոց է, բայց լողավազանի գիտես եմ, որ չեն փոխում լողան, դեղնում են հոտ է գալ, այդպես մի հատ լողավազան, նստել եմ, 1-2 րոպեից կողքի դուրն ա բացնում, տեսնեմ Աշոտն ու Հովոն իրանք էլ են որոշել անկախ մեզանից, չենք էլ գրվել, որ ինտերնետ չկա, ասի լուրջ դուք է, ասեց հա,
ու մենք այդ լողավազանի մոտ նստած երեքով քայլում ենք, չէ՞ կարա նստես մոծակները գցում են, քայլում ենք, խոսում ենք, Աստված իմ չբացվեց, գիդը, վարորդը քնած, դե իրանց համար ստանդարտ։ Դա սովորական է։ Շատ հիասթափություն ապրեցի, նույնիսկ այդ ես եւ գիտես չէ, բաոբաբների այդ փողոցը, որ այդ ամենամեծ բաոբաբների երազում էի գնալ, գնում ես, այս կեղտոտ մի հատ տեղ, հա շատ սիրուն է հավեսան ամանավանդ մայրամուտի, որ սաղ տեղնում այդ բաոբաբները, իսկական Մադագասկար, բայց դե դրա համար գնալ ընդեղ չէ, ու մենք նկարեցինք եւ այլն, ու վերջում գտանք մի հատ հյուրանոց, որ քաղաքում, որ իսկապես լավն էր, ուրեմն sense քարանձավներ էր, սոն, մեջը սարքած էր շքեղ նոր բացված հյուրանոց, լողավազանով, վայ, այդ օրը մենք նկարաններ ավարտեցինք, երեքով լողավազանում լողացինք, sense որ դեպրեսիայից դուրս էին գալիս։ Կենթանիների մասին էլ։ Այդ լեմուր ճիշտ եմ չի ասում։ Լեմուր, այո։ Իրանց իրականում կարող ես տեսնել հիմնական, այո, եւ իրենց տարբեր տեսակների կան։ Այնտեղ կա հատուկ տեղ, որտեղ դու կարող ես գնալ, տոմս գնել էլի այգի է եւ այդ բոլոր տեսակները այնտեղ կան։ Այսինքն այդ բոլորին կտեսնես, կարող ես նկարել, կան որ միայն ծառի վրա են, կան որ տեսնես երկու ոտքով ոնց որ մուլտֆիլմ գալիս է, մեծ շատ հավես է։ Մեծ աչքերով սենց արած դու ուտելիք ես տալիս, նկարվում ես, բայց դե դա ինձ չէր բավականացնում, որտեղ դա կլներ շատ սենց տուրիստիկ ծրագիր։ Ես պետք է գնալ անտառ, գտնել այդ կենթանիներին, ես դա բարդ է, ես նաև ուղեկցում եմ, որտեղ ճանապարհ չկա խոտերի մեջով։ Ես էլ չգիտեմ, գիտես թե չէ, օծերից սարսափում եմ եւ իմ օպերատորներից մեկը եթե ասում ես օծ ինքը դեպրեսիայի մեջ է, ոչինչ չի վախում մենակ օծից։ Ու քայլում ենք, դու պատկերացնում նկարանում ժամանակ մեկ էլ օծը դուրս է գալիս ու ես գոռում եմ, այդ նկարման ժամանակ օծը, ու այդ օպերատորը պատկասված ոնց է օծ թռնում կամերայով, այդ շատ ծիծաղալու էր, ասի խնդրում եմ, չեմ ուզում տեսնել, բայց չէ, պետք է նկարենք, չենք կարող օրը գնում, դե ամեն օր սերիա չէ գծագրած։ Մի խոսքով միջև այդ կենթանին տեսանք նկարեցինք, տենց շատ դիսկոմֆորտ էր, բայց երկրում շատ բան կա տեսնել, իսկ աղքատությունը սոն անբացատրելի, սով, դու ճանապարհներով գնում ես այդ գյուղերը, վայ, այդ երեխաներին, այդ ինչ մեղք են, դու հանում ես, դու չես հասցնում բաժանես, մեծերն էլ հասկանում ես, երեխաներին գցելով գետին, ուզում են վերցնեն, չգիտես, ոչ են ասենց օդ նետես, մի քիչ վիրավորական է անեք, գերեք չես կարա, չէ։ Ուզում ես բաժանես, մեծերին ասում ես լավ թողեք այս երեխեքը ուտեն, հասկանում ես չկա, սով, ու դու մեքենայով գնում ես, տեսնում ես ինչ-որ հանքա, որտեղից, չգիտեմ, բրիլյանտ են, ադամանտներ են հանում, ինչ-որ մի սեփականատեր, ինչ-որ եվրոպացի է, ով առել է, լումաներով տեղացիներ աշխատում են, իրենց երկրում այդ հարստությունը կա, իրենք չեն կարողանում օգտվել, եւ այդտեղ եթե նկարեցիր, ուղղակի քեզ կսպանեն, ուղղակի կանգնած են ոստիկաններով, այդ վարձածա, նույնիսկ բջջային հեռախոսով դու չես կարող նկարես, որ այնտեղ տենց կա, հանվում է այդ ադամանտները, գնում է, չգիտեմ, ուրիշ երկրներ, մարդիկ այդ մոտակայքում ապրող աղքատ, սոված։ Շատ ֆիլմային կադր ես հիմա նկարագրում, այն երկու իրականություն։ Լրիվ ռեալ սոն։ Այդպես ճամփորդությունը ինչով է ճամփորդություն։ Դա համար եմ ասում, որ գնում ես ճամփորդության ծով, դա ճամփորդություն չի, դա դու կազմակերպում ես քո հանգիստը X երկրում, հա, որտեղ եթե դու հասար Շարմ էլ Շեյխ, գնացիր ամբողջ օրը պարկեցիր, լողացիր, հա, գնացիր որ քլաբեր, խանութներ, այդ էլ այդ ճամփորդությունի կա, ասած ասեմ։ Դա ճամփորդություն չի, ճամփորդություն, որ դու տեսնում ես, բացահայտում ես եւ այլն։ Սա հանգիստ է, որը պարտադիր պետք է յուրաքանչյուրին։ Ճանապարհությունից շատ երկար կխոսեմ քեզ հետ, բայց արի գանք օրվա ավելի շուտ ամսվա 40 օրական գլխավոր հերոսին 41 այո այսինքն 41 ես նախ շնորհավորում եմ սրտանց եւ ուզում եմ աչքերդ միշտ փայլեն այնքան ուժեղ ոնց հիմա են փայլում որովհետեւ քո գրառումները տեսնելիս քո այդ չեմ նկարները հրապարակելիս իհարկե 3 առաջին անգամ նորայրին ծանոթացրիր աշխարհին եւ ես հասկանում եմ ինչքան ջերմություն, ինչքան սեր, ինչքան լուսավորություն կա քո ներսում, որ sense միանգամից այդքան sense մեծ չափաբաժնով էլ դուրս է գալիս դեպի համացանց։ Իսկապես ուզում եմ, որ միշտ աչքերդ փայլը լինեն ու երեխան առողջ եւ շատ գունավոր ու շատ հետաքրքիր մանկություն ունենա։ Քո դեպքում վստահ եմ, որ այդպես է լինելու է։
Ինձ հետաքրքիր է 40-ի այդ արարողությունը։ Ինչպես անցավ, որովհետև ես տեսա եկեղեցում վիդեոն, երեխան քո գրկին։ Գիտես, ես չգիտեի ինչպես պետք է լինի, ես մոտեցա եկեղեցի, ինձ տեսան, իհարկե ճանաչեցին, ասեցի ինչ է արվում, հա, որտեվ կնունք գիտես, շուտ արարողություն, չգիտեմ, եկեղեցի, կնունք, խավոր, ռեստորան եւ այլն։ Ասեցի ուղղակի ցանկալի է կամ նո, կարծեմ ցանկալի է թե պարտադիր է, չգիտեմ։ Երեխային բերել եկեղեցի եւ այդտեղ աղոթք կազմակերպի իր համար պարտադիր։ Եվ ես ընտրել էի եկեղեցի, որտեղ ես ու քույրս այդտեղ ենք կնքվել, այսինքն հենց մեր եկեղեցին։ Որ եկեղեցին է, արի ասենք։ Լսի, մի րոպե։ Սուրբ Զորավոր եկեղեցի, այո, Սուրբ Զորավոր եկեղեցին, այո, ես որտեղ կադրերը որ տեսա, այո։ Ինքը շատ փոքր է, բայց շատ լավ։ Էներգետիկան շատ ուժեղ է էներգետիկան լավն է, փոքր, ասենց հինա պատմական է եւ այլն։ Եվ մեզ ժամ նշանակեցին, դե որտեվ կային հարսանեկան արարողություններ, ինչ որ ժամ կար ազատ, ժամը 2-ին, ու մենք գնացինք առասարակ որդուս արդեն դե բարձա դուրս է գալիս բակ, ինչ որ տենց մենք բնակվում ենք այդտեղ, որտեղ այգի կա, այնտեղ ծառերը շատ են, այդ օդը չճա, բայց քաղաք ինքը գալիս էր առաջին անգամ։ Ինքան ծիծաղալու էր, առաջինը ես չգիտեի այդ կալյասկան ոնց պետքա փակենք։ Շատ լավ նա որակով է, չէի գտնում այդ կնոպկան։ Հիմա parza ինձ ես միայնակ չեմ։ Բարի գալուս ծնողական կյանք։ Ես ոնց պետքա զանգել եմ խանութ, կասեք ես ինչ է, ես ոնց պետքա parza այդ կնոպկան, ասես ընդհանուր ռուչկան, ես պետքա իսկ փակում։ Ես չէի կարողացել, ես դες բացված, ուրեմն մերոնք սա հետև այսպես նստել են, ես այդ կալյասկան ասես մի կերպ տեղավորել եմ նենց, որ չեմ կարող վարեմ մեքենան այդ ակա այստեղ, եւ բայց մենք գնում ենք եկեղեցի դե ինքը հանգիստ իր համար երջանիկ հարազատները կողքին են մտածել ոչինչ չկա կաթիկը կա գազիկներ չունի կարևորը վերջ ու գնացինք այնտեղ մտանք ներսում մարդիկ կային բնականաբար շոկ ապրեցին ովքեր եկել էին 5 րոպեով աղոթելու դուրս չեկան այդպես է միջև մեր արարողությունը ու սկսեց աղոթքը այդ շատ հավես էր ուրեմն երբ որ աղոթք էր գնում երեխան սենց ուշադիր նա մենք ինքը ինձ շատ խելացեց չլացեց չլացեց խելոք լսեց ուղղակի հենց այնտեղ երկի պես աղոթքել կա այդ հատվածում քնեց իրան հաճախ երգում են քնելուց իրան ինձ թվաց արդեն քնելու ժամն է դա շատ ծիծաղալ էր բայց ինքը սենց սոմյալ դիրք ունի այս սենց ես իրետ շատ եմ խոսում դու չես պատկերացնի շատ ու մեծական թեմաներից պատկերացնես 40 օրական հանգիստ երեխա շատ խոսում բայց այսպես լսում ու երբ իրան հարց ես տալի սենց անում իսկ մենք շուտ է խոսելու ես չգիտեմ միգուցե այս բոլոր ծնողների մոտ է այս իրանց երեխաներին բայց ինչ որ իրա մոտ շուտ իրոք սենց ամենից շատ արագ է գնում նորա ժպիտը գիտես ես այսօր առավոտյան հասկացա որ այդ 40 օրեկանը իզուր ասված բան չի գիտես ուղակի չի իրոք ինչ որ մի բան փոխվում է երեխաների մոտ երեխան երբ 35-6 օրեկան է թեթև ժպիտ լինում են որ շփտում են ու ել քեզ չեն նայում Սոր առավոտյան սոն, գիտես ոնց էր ծիծաղում ինքը ժպիտով, ես խոսում եմ ինքը ժպտում է, ես հասկացա չէ, իրոք 40 օր անց, այդ ինչ-որ մի փուլ է չէ, որ անցնում ես, հետո 6 ամսական, 1 տարեկան եւ այլն։ Իսկ քեզ ճանաչելը կա արդեն թե շուտ է այս հարցը տալ։ Ձայնն է ճանաչում։ Հա, ձայնս գիտի, որտեվ ես իր հետ շատ եմ խոսում ու հիմա որ պատկերացնում եմ ես մի քանի օրից մեկնելու եմ 11 օրով ճամփորդության, իհարկե գնում եմ որտեվ կարոտել եմ, իրականում ես հիմա էլ Հայաստանում չպետք է լինեի, տես այսօր ստացվել է այնպես, որ ես տարվա ընթացքում բացի նկարաններ ու խմբային տուրերը ունեմ նաև տուրեր, փակ տուրեր այսինքն կայացած հայտնի ընտանիքներ պարտադիր Հայաստանից դուրս ովքեր ունեն շատ լայն հնարավորություններ պատվիրում են ինչ-որ մի տուր անպայման իմ ուղեկցությամբ դա կարատեվի 8 օրի նոր եւ մենք մեկնում ենք բնականաբար ոչ մի նկարի հրապարակում չի լինում դա փակ տուր է եւ երեխայի անվան մասին էլ ուզում եմ հարցնել քանի որ քո հայրիկի անունն է կրում ինձ հետաքրքիր է դու չնայած որ արդեն երեխան կրում է այդ անունը մի քիչ մոտավոր պատկերացնում եմ քո սկզբունքները ինչու է այդպես եւ այլն բայց օրինակ քո անունը պապիկի անունն է կամ այս անվանափոխանցումը ոնց ես վերաբերվում արդյոք մտածում ես որ մարդը բնավորության գծեր է վերցնում այդ մարդուց նմանություն
Չէ, ես տենց չեմ կարծում, չնայած որ երեխան պապիկին շատ նման է, ավելի քան ինձ, չգիտես ոնց, շատ նման է դա հայացքով, աչքերով։ Գիտես ոնց, եթե հայրս ողջ լիներ, ես երբեք ոչ պապիկի, ոչ հայրիկի, ոչ անուն չէի մտածի, ինչ-որ մի նոր ինչ-որ հետաքրքիր անուն, որ ինձ դուր է գալիս։ Բայց երբ ծնողներիցդ մեկամ հարազատը չկա, դու կարծես ոնց որ լավ քայլ անես, չեմ կարա բացատրեմ դա ինչ է, այսինքն դու կարծես, չէ՞ որ հայրս ամեն ինչ արել է ինձ համար, չէ, եւ ես էլ ոնց որ էս որտեվ դու չես հասցնում, մեկը միշտ կիսատ է մնում, նույնիսկ եթե ծնողը դառնա 90 տարեկան եւ հեռանա, մեկը կա բան, որ դու չես հասցրել անես, հասկանում ես, միշտ կիսատ է եւ այդ ավարտը ինչ որ տենց զգացողություն կա։ Եվ երբ ես որոշեցի, որ երեխա ունենամ, ես շատ էի ուզում, որ տղա լինի, շատ։ Եվ այդպիսի զգացողություն կա օրինակ տատիկիս։ Իմ երկու տատիկներն են շատ լավն են եղել, բայց մայրիկից տատիկի հետ ես շատ կապնված եմ եղել։ Ես փոքր ժամանակ ավելի սիրել եմ այնտեղ մնալ, որտեղ ուրբաթ-շաբաթ կիրակի տատիկի հյուրընկալելու օրն է, որտեղ մյուս տատիկը մեր շենքում էր բնակվում, այսինքն մոտ էին, իսկ մյուս տատիկը մի փոքր են կողմ։ Ու ինքը sense մի այլ ձևի կերպար էր ինքը, ասենք, որ պատկերացնես տատիկս, եթե պետքա դուրս գար աղբը նետելու, ինքը պետքա այն ժամանակ մազերի բիգուզի աներ, պատրաստվեր, ակուրատնի հագնվեր, այդ աղբը պետքա փակ լիներ, ինքը պետքա լիներ պերչատկաներով, գնար եւ աղբամանի մեջ տեղադրեր։ Այսպես կերպար շատ էր սիրում մշակույթ, թատրոն եւ ինձ տանում էր փոքրուց, միգուցե հենց ինքն է այդ սերը, հասկանում ես, բեմ եւ այլն։ Ես հիշում եմ մենք միշտ տիկնիկային թատրոն, դա իմ համար կինոթատրոն, ներկայացումներ, այդ ամանորյա այդ տոնածառներ եւ այլն, ու այդ տատիկս այնքան բան ա արել ու չհասցրեց ոչինչ, այսինքն ես բանակում էի, ինքը մահացավ։ Այսինքն ես բանակից հետո սկսեցի քայլեր անել, ինքը չտեսավ, բայց ինքը միջը վերջ ամեն ինչ արել է ինձ համար։ Դա համար շատ եմ ուզում աղջիկ ունենալ ու իր անունը լինի Ռիտա, տատիկիս անունը։ Ես իրան Ռիտա չի ասում, բաբու էի ասում, բաբուլա, հիմա մաման ասում է բանը։ Թող երեխան ինձ տատիկ չասի, թող ասի բաբու, ոնց որ դու էիր ասում, մաման մտել է այդ օբրազի մեջ, էլի։ Բայց այդ հիմա էլի երազանք է, ու ոչ թե որ անպայման պապենական, բայց ճիշտ ասեցիր, իմ անունը պապիկիս անունն է, ինչու, որովհետև ոնց որ հայրս եւ հորեղբայրս, մենք 4 երեխա ենք, 2 երեխա հորեղբայրս, եւ բոլոր աղջիկ են եղել, մենակ ես եմ տղա եղել, ոնց որ այդ պապիկս ասելա չէ։ Ես չեմ տեսել, շատ փոքր եմ եղել, ինքը մահացել է, նկարներով եմ տեսել, այդպես։ Այսինքն անվան հետ կապված ես տենց ավանդույթների տենց գիտես շատ սիրար չեմ, բայց դա ոնց որ հարգանք, ոնց որ քո հոգու հանգստության համար։ Վարդիստ մտածում էր, որ երբևէ քո հայրիկ դառնալը տենց բում կանի Երևանում եւ մարդիկ այդքան կշնորհավորեն քեզ, այդքան կուրախանան քեզ համար, այդքան կքննարկեն, այդքան կխոսեն, թե դու քո համար հանգիստ ապրում ես եւ երբեք չէիր պատկերացնում, որ իրոք շատ մեծ բում էր մեր իրականությունում, որովհետև ես առհասարակ անտարբեր եմ օրվա տեղեկատվության հետ եւ ես դինելով քեզ ընկեր Facebook-ում տեսել եմ շատ տարբեր կայքերից այդ ինֆորմացիան, միանգամից նենց տեղատարափ էր, մեկնաբանությունները ինչքան շատ էին, երբևէ մտքովդ անցել է նման բան։ Գիտես, դե պարզ էր, որ տենց ինչ-որ զարմանք կլիներ, որտեղ ոչ ոք չէր սպասում, որ ես ամեն օր ճամփորդում, ես հայրիկ դարձա եւ դրա մասին ոչ ոք չի իմացել, ոչ ոք, միայն սենց ընտանիքի անդամները։ Այո, պարզ է ես, երեխայի մայրը, մաման, քույրս, այսինքն հարազատներ։ Եվ երբ տեղադրեցի, ինձ համար էլ էր շոկային եւ ես անկեղծ այդ շոկից 2 օր անջատեցի հեռախոսը, որովհետեւ առաջինը այդ ոչ թե լրատվակ, գիտես, լրատվականը օքեյ է, այդ բլոգերները, ովքեր դու հասկանում ես, ինքը զանգում է քեզ, որ ինքը դիտում հավաքի, հասկանում ես, ինչ որ միտեղ, ես էլ դա չէի ուզում, ինչ որ ստատյաներ դուրս եկան, ես իմ երեխայի հետ ապրելու եմ դրսում, իմ ու Մաշի հետ նկար են, քուրիկիս հետ տեղադրում վերնագրերը, ես հեռանում եմ իմ կնոջ հետ, շուրջ անհասկանալի բաներ էր տարածվում, բայց մի բան էլ նկատեցի, գիտես, մեկնաբանությունների 90, ինչքանով որ ես եմ կարդացել, 90%-ը լավն էին, շնորհավորանքներ։ Վատ կոմենտներ գրողների էջերը սարքված էին,
այսինքն այն ինչ որ մենք տեսանք, այսինքն սարքած էջից հատուկ ինչ որ մեկը թաքնված, դա կարա լինի իմ գործընկերներից, դա կարա լինի մեր նախկին աշխատողներից, ում ես հեռացրել եմ օրինակ աշխատանքից, դա կարա լինի ինչ որ մեկը, ով չի կարողացել հասնել հաջողության, հասկանում ես, թաքնված էջից գրել մի բան, դա վախկոտ մարդու քայլ է։ Առասարակ ես կարծում եմ վատ մեկնաբանություն գրել, ինչ այսօր շատ տարածված է, դա սխալ բան է։ Ես էլի փառք Աստծո ին դեպքում շատ պոզիտիվն ու լավը ու շնորհավորանքն ու դրականը։ Ես երեք փողոցում քայլում էի, սոն բոլորը ժպտում են, բոլորը շնորհավորում են, հասկանում ես, որտեվ այսօր Հայաստանում սենց է, քեզ կարան ճանաչեն, բայց ցույց չտան։ Այդ կա, հա, հիմա շատ հեշտ է, մի հատ կարող ես TikTok-ում մի հատ վիդեո նկարել, տարածվի, քեզ կճանաչեն, բայց երբ որ քեզ հարգում են ու սիրում են, այդ դու զգում ես։ Դրա համար կա ինչ որ հայտնի եւ սիրված ինչ որ մարդկանց հետ, այսինքն դու արժանացել ես, ես չեմ ուզում գովասանքյանը չէ, կան մարդիկ ում սիրում ես, եւ այդ մեկնաբանություն գրողները թաքցված են, նույնիսկ կան չափանցնող, որ մեկը սարքած էջից բոլոր էջ Facebook, Instagram մտնում էր, հատուկ նույն տեքստը գրում էր, այսինքն դա հատուկ ասված բան է, բայց ինքը տեղյակ չի, որ մենք արդեն այդ ուղու վրա ենք եւ շտով իմանալու ենք ով է եւ անպայման իր դուրը ծեծելու ենք ու ինքը շատ տխուր օրեր ունենալու։ Այսինքն հետեւողական է լինելու։ Գիտես, կա չափ, կա ամեն ինչի չափ։ Երբ որ ինչ որ մի էջենտ ամենը սկսում է քո մասին վատ գրել, քեզ հետաքրքիր է ով է, իսկ այսօր Փառք Աստծո այդ հնարավորությունը կա եւ ես իմանալուց հետո անպայման կհրապարակեմ ով է այդ մարդը։ Իսկ 99.9%, իսկ այդ կայծակնային արագությունը չի։ Ես որոշեցի 40 օր լրացավ, ես գաղտնիք չունեմ։ Որոշեցի երեխայի նկարը տեղացրեց։ Լուսի տեղադրեցի, որ նկարը ընկավ, ասենց ուզում ես update անես, տեսնես, ընկավ, տեղադրվեց թե ոչ։ Արդեն մեկնաբանությունը կար։ 100-ից ավել մեկնաբանություն, 500 լայք, ես չհասկացա այդ 30 վայրկյանում ոնց կարար այդքան ակտիվություն լինել, դա եւս մեկ անգամ իհարկե ապացուցում է, որ այսօր աշխարհը հեռախոսի մեջ է, հա, բայց ես հրապարակեցի, ես առասարակ ամեն ինչ իրեի առաջին խոսալը, քայլելը, որտեղ են գնում անկապարտեզ, ես իմ կյանքը այնպեսին այս ամեն օր փոստեր եմ անում իմ առօրյայից, ես ֆակտներ ոչ։ Կան կասկածներով կարող է լինել։ Դու քո ներսում գիտես, այդ մեկնաբանությունով կարող է։ Իհարկե կան կասկածներ, ուղղակի ես չեմ կարող դա բարձրաձայնել, որտեղ կարող է եւ ես սխալվում եմ, բայց դա ռեալ աշխատված, իսկ մի էջ վատ նույն վատը գրում է տարբեր էջերում, այսինքն կայքերի կոմենտում, իմ Instagram-ի հատկի բլոկվել է։ Չէ, իհարկե, ես պատասխանեմ։ Փառք Աստծո, ես ունեմ մեծ հնարավորություններ այսօր ծանոթություններ եւ ինձ գտնելը։ Նույնիսկ եթե հիմա ինքը այս ծրագիրը տեսնեմ, հետո բլոկի իր էջը, մեկը ես արդեն իմանալու եմ ով է, այսինքն պատիժ լինելու է հաստատ, մի հատ պետք է ականջները քաշել։ Եվ հանրայնորեն անդրադառնալու ես։ Իսկ բացի այդ մեկնաբանությունից, այդ միլիոնավոր դրական շնորհավորանքների մեջ էլի կային ինչ որ 1-2 վատ մեկնաբանություն, որոնք քեզ խոցեցին կամ այսպես թեթև տհաճեր կամ ինչ-որ դուրս չեկավ։ Ես դա չեմ հասկանում։ Տես, քո կյանքը քոնն է, չէ՞։ Այո։ Իմ կյանքը իմն է։ Ես հրապարակել եմ, որ ես ունեմ երեխա, եւ ես նշել եմ, որ երեխան սիրո պտուղ է եւ ամեն հարցազրույցին նշում եմ երեխայի մայրը, երեխային նման է եւ այլն։ Այսինքն ես չեմ ուզում հրապարակեմ այդ անձին, այսինքն դա կարա լինի, կարա այդ մարդու ցանկությունը լինի, կարանք մենք միասին չապրենք, կարող է դա իմ անձնականն է եւ կոմենտում լինում է մեկ տեսնում եմ պատմեք մայրը, ուր է մայրը, որտեղ է մայրը, այ մարդ, երբ որ կտեղադրենք, կտենաս կասես վայ ես էր մայրը կամ սա է մայրը, ասենք ի՞նչ է նշանակում, դու այսինքն այդ երեխան ծնվել է այդ հեչ, մի հատ հրեշտակ է ծնվել, ում սիրելու են, ով լավ մարդ են ուզում որ դառնա, հայրենիքին պիտանի, այդ հեչ ով է մայրը, այսինքն իրան այդ ամբողջ իր ընտանիքի խնդիրները մի կողմ դրած, վստահ եմ ինքը տուն ինչ որ խնդիր ունի, չէ, ինքն էլ խնդիր ասում որ գործ ունի, այդ սախ մի կողմ է դրել, ինքը բացել է այդ հեռախոսը ու գրում է ուր է մայրը, այսինքն իրան այդքան հետաքրքիր է իմ անձնական, դա ես չեմ, ես դա որպես վատ կոմենտ չեմ անում, դա որ կանեմ արդիկ քիթ ամենտեղ մցնող, այդ ցավոք շատ կա։ Հետաքրքրասիրություն։ Հա, բայց ես չեմ անդրադառնում այդ նամակներին ու մենք տեսնում ենք որ իմ փոխարեն մարդիկ են անդրադառնում են որ լավ էլի, ձեր կյանքով ապրեք էլի։ Եվ նշեցի, որ երեխան աչքերով քեզ է նման։ Այս հատվածով մայրիկի պրոշները, լրիվ մայրիկը, բանջիկ պրոշները, ժպիտը, այո, այս հատվածը ես ու հայրս աչքերը Ես մի օր կհրապարակեմ պապայի նկարը ու իրա, սենց միքս արած։ Եղել է հարցազրույց, որտեղ դու նշել ես, որ չես ցանկանա
կնոջ կամ քո կողքի մարդու նկարը հրապարակել, բայց հիմա նոր ինձ հետ հարցազրույցի ժամանակ ասացի, որ կգա ժամանակ կհրապարակես մայրիկին, մարդիկ կտեսնեն, այսինքն սպասեն մարդիկ նման։ Դա ես չգիտեմ ոնց կարա լինի, Սոն, ինձ մոտ նենց չի, որ ես գծագրել եմ 3 ամիս հետո սա մաշներ կողքս ասին, մաշ տեղադրեմ երեխու նկարում, սուց տեղադրի։ Վարքյանական, մերում քնած էին նույնիսկ մաշներ արթուն, սուց տեղադրի, ինքն էլ էր քնած, ինք տեղյակ չէ իր նկարը տարածվում է։ Կաթը կերել էր քնած։ Տենց իմ մոտ չկա որ տենց գծագրել եմ որ գիտես այ նոր տարուց առաջ ես այսի կգցեմ, չէ։ Չէ, պրոստը քո անձնականն է, դու բաներ կա չես ուզում ասել։ Նույնիսկ ես այնքան անկեղծ եմ, տունը գնել եմ, ցույց եմ տվել, մարդիկ թաքուն են, չէ, պահում, այս դու գումար աշխատեցիր տուն ես սարքում, ես փուլ առ փուլ ցույց եմ տալի, վայ, չեմ համբերում, նայեք աստիճանները արդեն պատրաստ է, վազում եմ, հասկանում ես, իմ մոտ մաքսիմալ անկեղծ է, բայց կան բաներ, որոնք դա քոնն է եւ երեխային է եւ մարդ, չէ՞ որ ես ում նկարը հիմա տեղադրեմ այդ մարդուն հայտնի է դառնա բլոգերներ, սայթ։ Երեխայի դեպքում էլ է այդպես։ Չի ուզում, հասկանում ես։ Հələ երեխայի դեպքում ես որոշում եմ իր տեղը կայացրեցի։ Եվ ամփոփելով թեման, ես կարծում եմ արդեն աղջիկ երեխայի ժամանակ ավելի շատ բացահայտումներ կանես եւ այդ ժամանակ արդեն քանի որ հայրիկ դառնալու ես նոր վիճակները չեն լինի, արդեն սովորական կլինի, բացահայտումներն էլ իր հերթին շատ կլինեն։ Արի մի հատ պոզիտիվով վերջացնենք։ Երևանում այո, եղած ժամանակ ես ուզում էի հարցնել ինչ հետաքրքիր բան եղավ։ Շատ ծիծաղալի բան ա լինում։ Ես մտնում եմ խանութ։ Սովորաբար դե որ քայլում ես բոլոր ճանաչում են հիմնական շոտ մի գլխարկման որ շատ չլինի ուշադրություն իհարկե շատ հաճելի է բայց դե պահակալի արդեն հոգնում է ես գնում եմ մի հատ խանութ ինչ որ բան պետք է տեսնեմ մի հատ մայր չխայնացած կին մի հատ sense լիքոտ կիներ բան մի հատ երեխա sense խելոք եկել է խանութ ու ներվայնացած ահավոր ինձ թված նույնիսկ ինչ-որ մի բան պետք է առնի կամ գումարը չի երիքում կամ չկա այդ ապրանքը ինչ-որ ներվի մեջ ու ինչպես Հայաստանում ցավոք սրտի շատ դեպքերում մուրահանում է այդ երեխայից չէ այս երեխուն քաշատալ է այս երեխեն մամա չէ դենդ կտրի եւ այլ ու դա աշխատողս էս գոռում ա բան ես է կողքը կանգնած եմ ու այդ երեխեն այդ դժողքային իրավիճակում տեսնում է ինձ պատկերացնում ես ինչ այդ կա Հիմա sense նայում է ինձ, այս մաման քաշա տալի իրան, sense գնում է, արստե, sense մամ, նայով, Վարդան Սարգսյանը նայում եք, առանց իմ վրա նայելու sense արեց, տո թաղեմ քեզ է Վարդան Սարգսյանին է վրեն, այդ եղել է իմ վերջի շոկը, հիմա որ ասեց երբ ա եղել իմ վերջի շոկը, այդ ցավոք տես բաներ էլ ա լինում, անկապ ինձ թաղեց, առաջին թաղեց իր երեխուն ինձ էլ հետը, տես բաներ էլ ա լինում Ես բայց շատ ծիծաղալ է, իհարկե այդ բան պատկերացնես կողքից մարդիկ են տերնում, շը մեկը թաղում է, չգիտես ինչի կանուտում, ինքը ինձ վրա չնայեց, չհասկացավ էլ ով է, ինքը այդտենց գժված էր, խորհուրդս սիրելի հեռուստադիտողներ, մայրեր, ծնողներ, հայրեր, երբեք մուրը ձեր խնդիրների մի հանեք երեխայի վրա, այո, շատ դեպքում ես գիտեմ, երեխեք որ շատ լացում են ներվայնանում են, չէ, բարձա, այդ մեր կյանքից է, բայց մի արեք, հիմա ես երբ որ հայր եմ ծնող եմ, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է, էլի ասենք իրանք вообще մեղավոր չեն։ Վարդան, շնորհակալ եմ շատ հարցազրույցին մասնակցելու համար, ես դեռ ունեմ շատ հարցեր, բայց ցավոք մեր ժամանակը սպառվում է եւ ես հուսով եմ եւ վստահ եմ նաեւ, որ դեռ կհանդիպենք։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Վերադառնանք քաղաք ինքնաթիռներով։ Սուրճ կխմենք։ Այո։ Շատ Քեզ շնորհակալություն։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք, թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ solarportal.am մուտք գործիր հիմա։